Սրբազան եւ վերջին հարցս, որ այդ շարժման ընթացքում անընդհատ հնչեց Կանադայի ձեր քաղաքացիությունը։ Դուք հրաժարվեցիք քաղաքացիությունից, ունեք։ Ես հավի բնավորության գիծ ունեմ, լավ վատ չգիտեմ։ Երբ մարդիկ խոսում են ինչ-որ անարժեք բաների մասին եւ մղում են քեզ ինչ-որ գործողությունների, ես գնում եմ դրան հակառակ։ Ուղղակի հակառակ։ Կանադայի քաղաքացիությունը ինձ համար զուտ ֆորմալ թուղթ է, ոչ մի բան։ Ես շատ ավելի մեծ բաներից եմ հրաժարվել այդ երկրի ծառայություններից, քան ընդհանուր մի փոքրիկ փաստաթուղթ։ Ինչից եմ հրաժարվել։ Առողջապահական ծառայություններ, որը անվճար են։ Սրանք իրենց կյանքը կզոհեն, այդ մի փոքրիկ քարտ ունենալու։ Անկեղծ ասում եմ։ Ապահովագրություններից, ինչ իմանամ, հարկերի եւ այլն է, որ կուտակում է, հետո վճարում են քեզ թոշակի բան։ Ամեն ինչից, ինչ որ հնարավորություն, ինչ որ կաշկանդով հանգաման գոյություն է ունեցել իմ կյանքում, որ չի կապել ինձ իմ երկրի հետ, ես բնականաբար հանձնել եմ ու եկել։ Այդ մի փաստաթուղթը մնացել է իմ ձեռքում, զուտ դժվարություններ չունենալու պատճառով այս կամ այնտեղ որևէ կերպով ոչ թե անձնական գնալու գալու, այլ օրինակ անցյալ անգամ Հռոմի պապի ուղարկավորություններ Բենեդիկտոս պապի եւ այսինքն մի քանի օրվա տարբերությամբ էր, որ ուղղակիորեն հնարավորություն կար մեկնելու առանց կաշկանդումների, չէ՞, օրինակ եմ տալիս, պարզ օրինակ։ Երկրորդ է քաղաքացիություն ձեռք է բերվել գրեթե կարող եմ ասել պարտադրանքով, այսպես ասեմ, ճակերտել, որովհետև այնտեղ եմ եղել հնարավորությունները երկրի թե սկսած հարկերի վճարումից, աշխատանքից եւ դյուրություններից ուղղակի։ Ես իմ կամքով չեմ գնացել Կանադա ապրել, ոչ փախստականի կարգավիճակով, ոչ այս կարգավիճակով, ոչ այն կարգավիճակով, ես գնացել եմ ծառայության, դարձյալ հայ եկեղեցու Հայաստանի Հանրապետություն։ Դեսպանությունն կարող եք հարցում անել, իմանալու համար, թե ինչեր եմ արել Հայաստանի Հանրապետության համար գտնվելով Կանադայում, լինելով Կանադայի հոգևոր առաջնորդն եմ, կանադահայության։ Էլ սկսած պատգամավորներ բերելուց Հայաստան, բարձրաստիճան ամբողջ կանադական եկեղեցիների գլուխներին բերելու Հայաստան, Մոնրեալի քաղաքապետին բերելու Հայաստան, Երևան, համաձայնագրերը Երևանի եւ Մոնրեալի միջև թարմացնելու շարունակելու մեծ աստիճանի վրա, Երևանից մարդիկ տանելու Մոնրեալ աշխատանքային փորձի փոխ։ Ինչ ուզեք։ Արցախի մասով էլ չեմ ասում։ Ինչքան։ Եվ այսինքն անկախ նրանից թե ես գտնվել եմ Հայաստանում թե Կանադայում, իմ ծառայությունը լի եղել է հայությանը ու Հայաստանում։ Եվ այս ժամանակ ես նպատակ չեմ ունեցել, որ ծրագրած լինեմ, որ մի օր ինչ-որ բան եմ անել ու հրաժարվեմ, որ արգելք չլինի եւ այլն։ Եկել հասել ենք մի կետի, որ նախախնամությամբ, այսպես ասեմ, հանգրվանել եմ իմ չուզած վայրում, երբեք չփապագած եւ երբեք էլ չմտածած, դա էլ ուրիշ հարց։ Եվ երբ սկսեցին Կանադայի քաղաքացիներից, չեմ թաքցրել դա, ես սկզբից էլ ասել եմ դրա մասին։ Այո։ Թաքցնելու կարիք էլ չկա, ոչ էլ անհրաժեշտություն։ Ես ասում եմ, որ սա ոչ մի ձևով խոչընդոտ չի կարող լինել, ոչ մի ձևով։ Եվ նաև շատ կարևոր է, որ այն օրենքը, որը կաշկանդում է Սփյուռքում գտնվող կամ երկքաղաքացիություն ունեցող մեր հայրենակիցներին, որևէ ձևով որոշում կայացնելու պետական մարմինների մեջ ներգրաված լինելու առումով կասեցնում են նրանց ներգրավվածությունը, որոշում կայացնելու իմաստով, ոչ թե պարզ գալու ինչ-որ բանի օգուտ տալու։ Պետք է այդ արգելքը վերանա։ Եվ եթե եկել հասել է ինձ խնդիրը, ուրեմն թող իմ ճանապարհով վերանա այդ արգելքը։ Ուրեմն այդպես է պետք եղել։ Նախասահմանված այդպես ու այդպես էլ լինի։ Այդ աբսուրդ արգելքը պետք է վերանա։ Մենք մարդկային ուժի սահմանափակումներ ունենք, թեպետ շատ լավ մարդկային ուժ ունենք Հայաստանում, շատ լավ ու շատ կարող, շատ հրաշալի մարդիկ, որոնց դարձյալ
թիրախավորել, հեղինակազրկել, փորձել են մտցնել անկյունը, որ ոչ մեկ մի ծպտուն չանի, ոչ մեկ հանկարծ չկարողանա որևէ բան ասել։ Մենք նաև ունենք հսկայածավոր սփյուռք, ունենք հենց այդ սփյուռքահայ մեր բարեկամներն ու հայրենակցերոնք, երբ քաղաքացիությունն ապրում են Հայաստանում, բարձրագույն պրոֆեսիոնալներ են եւ այլն, որոնք կարող են ամեն վարքյան այդ պետական շինարարության մեջ որոշումներ կայացնել, գործընթացներ մեծ ներդրում ունենան, ու չկան։ Ինչի պատճառով, որովհետեւ արգելք կա երկքաղաքացիության կամ միայն Հայաստանի քաղաքացիության։ Հետևաբար ինձ համար որևէ արգելք չկա, բացարձակ։ Օրենքը ստեղծել են, օրենքն է մարդու համար, ոչ թե մարդու օրենքի համար, ասում է Սուրբ Գիրքը։ Հետևաբար ինչպես ստեղծել են, այդպես փոխեն, եթե պետք է։